Զանգերն ազդարարում են այն, որ ագրոարդյունաբերական ոլորտում գործող Agrovision ընկերությունը մտավ Հայաստանի կապիտալի շուկա։ Ընկերության 800 միլիոն դրամ ընդհանուր անվանական ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։ Կապիտալի շուկա մուտք գործելը իրականում մեզ համար շատ կարևոր ռազմավարական քայլ էր, որը մեզ թույլ տվեց ոչ միայն ներգրավել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, այլև ամրապնդել կազմակերպության դիրքերը որպես վստահելի թափանցիկ կազմակերպություն։ Ագրոարդյունաբերական ոլորտում գործող ընկերության համար սա ֆինանսավորման նոր աղբյուր է, իսկ բորսայի համար շուկայի հետագա դիվերսիֆիկացման եւս մեկ օրինակ։ Ըստ էության դիվերսիֆիկացիայի հաստատումն է, որ մեր կապիտալի շուկան գնալով ավելի է դիվերսիֆիկացվում, ու ոչ միայն գյուղատնտեսական արտադրական ընկերություններն, այլ լիզինգային եւ տեխնոլոգիաներ ներմուծող ընկերություններ նույնպես մուտք են գործում կապիտալի շուկա, ինչը ինքնին արդեն դրական ցուցանիշ է մեր տնտեսության զարգացման վերաբերյալ։ Agrovision-ը թողարկել է 8000 պարտատոմս, յուրաքանչյուրը 100,000 դրամ անվանական արժեքով։ Դրանց արժեքը տրոնային եկամտաբերությունը 13% է, շրջանառության ժամկետը 36 ամիս։ Պարտատոմսերը ներառվել են բորսայի B-Bond ցուցակում, իսկ դրանցով հնարավոր է նաև հասցեական առևտուր իրականացնել եւ ռեպո գործարքներ կնքել։ Պարտատոմսերի թողարկումով ընկերությունները ֆինանսապես անկախանում են, ավելի են անկախանում, որովհետև իրենց աղբյուրները ֆինանսավորման գնալով ընդլայնվում են եւ իրենք կախված չեն լինում իրենց գրավի առարկաների շուկայական արժեքից, որի գնահատման հիման վրա կարող են գումար ներգրավել, այլ ընդհանրակարգը գումար են ներգրավում իրենց բիզնես պլանի հիման վրա, իրենց ֆինանսական ցուցանիշների հիման վրա եւ առհասարակ իրենց հանդեպ հանրության կողմից ունեցած վստահության հիման վրա։ Մեր հիմնական ֆինանսների աղբյուրը եղել են բանկերից վարկերը եւ կազմակերպության աճից շահույթից առաջացած միջոցները եւ շատ ուրախ ենք, իրոք սա մեզ տալիս է անկախություն այլ ֆինանսական միջոցներ ներգրավելու համար։ Agrovision-ը հիմնադրվել է 2006 թվականին եւ այսօր զբաղվում է գյուղատնտեսական ապրանքների մատակարարմամբ, տեխնիկական աջակցությամբ ու մասնագիտական խորհրդատվությամբ։ Պարտատոմսերի միջոցով ներգրաված ամբողջ գումարը ընկերությունը նախատեսում է ուղղել զարգացմանը։ Կազմակերպությունը ունի 5 դուստր ընկերություն, ուղղվելու են դուստր ընկերությունների գործունեության ընդլայնմանը, ինչպես նաև նոր ծրագրերի իրականացմանը։ Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է հուլիսի 3-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Ineco Group ընկերությունների խմբի անդամ Dimension ընկերության միջոցով։ 800 միլիոն դրամի տեղաբաշխումն իրականացվել է կարճ ժամկետում, ներգրավելով ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ կազմակերպությունների։ Նայելով այդ ներդրողների բազմազանությանը ու տեղաբաշխման արագությանը, ինձ թվում է արդեն կարող ենք փաստել, որ կապիտալի շուկան մեր մոտ իրոք զարգացել է, ու ես շատ ուրախ եմ, որ մենք կարողացանք տեղաբաշխել եւ ցուցակել հենց այդ ոլորտում գտնվող եւ գործող ընկերության պարտատոմսերը։ Դա նրանց տալիս է լրացուցիչ հնարավորություն այլընտրանքային ֆինանսավորում բերելու։ Օգոստոսի 17-ից Agrovision-ի պարտատոմսերը հասանելի են բորսայական առևտրի համար։ Ներդրողներն արդեն հնարավորություն ունեն մասնակցել պարտատոմսերի առևտրին, դիմելով բորսայի անդամ բանկերին կամ ներդրումային ընկերություններին։